14 օր տևած քարոզարշավի վերջին օրն է։ Մայր Հայաստան դաշինքը Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է գործարար Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Ովքեր են Սիմոնյանի թիմում, ինչ ներուժ ունեցող մարդիկ են։ Թիմ, որը կազմված է բացառապես արտար մարդկանցից, կազմված է բացառապես հայի Գյումրեցուն վայել ընտանեկան արժեքների կրող տեսակից։ Թիմ, որը նմանվել է մեղվի փետագի և առավոտից իրիկուն աշխատանքով է լծված։ Մենք այսօր երիտասարդության համար բացել ենք դռներ, զբաղված ենք դռներ կառուցելով, որպեսզի իրանք էլ ունենան այն նույն առաջընթացը և գիտական ոլորտում, և մշակութային, և կրթական, և իրենք էլ ունենան իրավունք ունենալու այն ամենը, ինչ ունեն զարգացած երկրների երիտասարդությունը։ Մեր թիմի կազմում համալրված են գործարարներ, տնտեսագետներ, քաղաքագետներ և յուրաքանչյուր անձ, ով միացել է մեր թիմին, չի ունեցել մեր հետ այն 1000 տարվա ընկերական հարաբերությունը, որովհետև մենք որտեղ գրել ենք ոչ թե թայֆաբազություն, այլ իրական զարգացման ծրագրերին օգուտ տվող մարդկանց։ Մայր Հայաստան դաշինքը եղել է Գյումրու տարբեր թաղամասերում, ներկայացրել նախընտրական, հեռանկարային ու ընթացիկ ծրագրերը, մասնավորապես Գյումրին ազատ տնտեսական գոտի ու ազատ քաղաք հռչակելու ծրագիրը, որը վերջին ամսում արժանացել է 7700 գյումրեցու հավանությանը։ Մայր Հայաստան դաշինքը ներկայացրել է Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագիրը, որը մշակվել է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, իսկ Կարեն Սիմոնյանը արդեն միս ու այրուն է տվել ծրագրի գյումրեցիների աջակցությունը ստանալու առումով և հավաքվել է 7700 ստորագրություն աջակցություն այդ ծրագրի։ Մայր Հայաստան դաշինքի ավականու ցուցակը 56 հոգուց է բաղկացած, նրանք անդամների թվով երկրորդն են։ Գյումրիում փորձնական կարգով տեղադրվել են աղբամանների համար նախատեսված հատուկ աղբախցիկներ, որոնք նպատակ ունեն ապահովել քաղաքի մաքրությունն ու բարելավել աղբահանության գործընթացը։ Նոր համակարգը կնպաստի աղբամանների կարգավորված տեղադրմանը, կկանխի տարածքում աղբի կուտակումն ու անփութության հետևանքով առաջացած աղտոտումը։ Հանրապետական շտապ օգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով։ Նախարար Անահիտ Ավանեսյանը հանրապետական շտապ օգնության Գյումրու կայանում ներկա է գտնվել շտապ օգնության մեքենաների հանձնման արարողությանը։ Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապ օգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով եւ այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապ օգնության ավտոպարկը։ Առողջապահության նախարարը շրջայց է կատարել հանրապետական շտապ օգնության օպերատիվ կառավարման կենտրոնում, այն սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի բնակչությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման եւ վերազինման համար 2025 թվականի համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ։ Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները։ Քննարկում է ծավալվել շինարարական աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցերի շուրջ։ Վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում և որակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարևորությունն ու հանձնարարել հետևողական աշխատանք իրականացնել այդ ուղղությամբ։ Ղազախստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի թանգարան ու հուշահամալիր Ալժիր, հայրենիքի դավաճանների կանանց Ակմոլինսկի ճամբար։ Նախարար Միրզոյանը ծանոթացել է թանգարան հուշահամալիրի նշումներին, որոնք ներկայացնում են 1930-ից 50 թվականների ԽՍՀՄ բռնաճնշումների արդյունքում Ղազախստանի Ակմոլ գյուղ, նախկինում Մալինովկա, աքսորված կանանց պատմությունն
գնահատականներն ու դեպքերը։ Ըստ թանգարանի տվյալների նրանց շրջանում եղել են նաև շուրջ 80 հայ կանայք։ Նախարար Միրզոյանը ծաղիկներ է զետեղել հուշահամալիրի տարածքում տեղադրված հայ կանանց հիշատակին նվիրված հուշակոթողին եւ խաչքարին։ Ազգային ժողովի ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ Ադրբեջանը ձգձգելու է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի ստորագրման գործընթացը եւ փորձելու է Հայաստանից զիջումներ ստանալ։ Նման տեսակետ Տիգրան Աբրահամյանը հայտնել է խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։ Երեք չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացում, միակը Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունները մեծ առումով դեմ չեն, եւ Սահմանադրության փոփոխություն, որին եւս հայաստանյան իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատժառաբանություն են ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Խաղաղության պայմանագիրը խաղաղության գործընթացի մասներից մեկն է, ամենաառաջնային, անհրաժեշտ մասերից մեկն է եւ արդեն փաստ է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, դա երկու կողմերն էլ ընդունում են եւ միայն այս փաստը արդեն իսկ մեզ համար դիվանագիտական ձեռքբերում է եւ դուք տեսնում եք ամենատարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների, պետությունների, միջազգային կառույցների կողմից առաջարկը, սա ինքնին արդեն ձեռքբերում է։ Ադրբեջանի մոտեցումները իհարկե կառուցողական չեն այս փուլում, բայց դրանք չեն նսեմացնում մեր ջանքերը եւ մեր ձեռքբերումները խաղաղության համաձայնագրի բանակցությունների տեքստում։ Այդ տեքստը համաձայնեցնելը հեշտ չի եղել։ Բանակցությունները տևել են արդեն ինչքան 3 տարի են տևել բանակցությունները եւ ես կարող եմ ասել, որ այդ տեքստում ես առանց չափազանցության կասեմ, ամեն ստորակետի շուրջ շատ տևական քննարկումներ են եղել Հայաստանում համապատասխան մարմիններում եւ բոլոր հնարավոր կողմերից մենք բոլոր տողերը եւ բառերը դրել եւ վերցրել եւ վերլուծել ենք համեմատելով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումների հետ եւ այսօր հասել ենք այդ արդյունքին։ Մնացածը դուք տեսնում եք, տեսնում եք Ադրբեջանը ինչպես է արձագանքում, բայց դուք նաեւ պետք է նկատեք, թե մյուսները ինչպես են արձագանքում Ադրբեջանի արձագանքին։ Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության մասին գլխավոր դատախազության միջնորդագրի քննարկումը խորհրդարանում շարունակվեց թեժ բանավեճերով։ Ընդդիմության եւ իշխանության ելույթները ի տարբերություն նախորդ օրվա շատ ավելի քաղաքական հնչերանգ ունեին։ Նախ ընդդիմությունից Արմենուհի Գյուրեղյանն իր խոսքում վարչապետի անունը տալիս հնչեցնում էր սկզբնատառերը, ինչն էլ ազգային ժողովի խոսնակին ստիպեց կոռեկտության կոչ անել։ Բան պետք է լինի, էլի կոռեկտությունը։ Հիմա իրար սկսենք առաջի տառերով ասել, հա։ Կոռեկտության կոչ անելու ձեր լիմիտը սպառել եք, հատկապես երեկվա ձեր ղեկավարի այս ամբիոնից երկրի ղեկավարների հասեին
հնչեցված վիրավորական արտահայտությունները չզսպելու եւ չգնահատելու առումով։ Ես երկրորդում եմ վարչապետի երեքստեղ հնչեցված բոլոր արտահայտությունները։ Դե ուրեմն այդ բոլոր արտահայտությունները վերադարձվում են ձեզ եւ ձեր շեֆին։ Դրա պատասխանը տրվել է, կգաք կբանավիճենք, մնացած տեղեր բանում պարագայում հանգիստ նստեք տեղներ, այդ բոլորը։ Հանգստության կոչերը շարունակվեցին հատկապես խմբակցության ղեկավարի ելույթի ընթացքում։ Հայկ Կոնջորյանն անդրադարձավ ընդդիմադիր падգամավորների այն մեղադրանքներին, թե Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը ավտորիտարիզմի դրսևորում է։ Օրինակներով հիշեցրեց ընդդիմության նման վարքագիծը։ 3 հոգի ձեր մոտից մանդատից հրաժարվեց, որ Լևոն Քոչարյանը դառնա падգամավոր։ Բայց դա է ավտորիտարիզմը, այ ձեր ցավը տանեմ։ Ընդ որում այնտեղ ոչ SMS կա, ոչ վարչության որոշում կա, ոչ բան կա, ասվել է, արվել է։ Կոնջորյանն իր ելույթում անդրադարձավ Հովիկ Աղազարյանին, համեմատություն արեց։ Ընդդիմությունը նրան օգտագործում է այն տաշեղի նման, որով կրակն են բոցավառում։ Այդ այն կրակն է, որով որ իրանք ուզում են Հայաստանը եւ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ու պետականությունը հրդեհել, որի իդեպ պաշտպանությամբ բոլորի վերջերս դուք ոչ վաղանցյալում զբաղվում էիք։ Մի հատ պատկերացրեք, դուք 2003 թվականին եք падգամավոր եւ այս ամեն ինչը անում եք։ Ինչ կլիներ ձեզ հետ ամենամոտակա ռեստորաններից մեկի զուգարանում եւ ինչքան արագ դա կլիներ։ Ճիշտ է, զուգարաններում չեն սպանում, բայց սպանության տարբեր ձևեր կա, պարոն Կոնջորյան։ Աղազարյանը ի տարբերություն ընդդիմության, որը Կոնջորյանի ելույթին արձագանքում էր տեղից, ելույթում անդրադարձավ բոլոր հարցերին։ Իստեղ գտնվելու հանգամանքը ես պետք է օգտագործել եւ փորձում եմ օգտագործել, որ ավտորիտարիզմը որ կայանում է, չդառնա բռնապետություն։ Իհարկե, դեր օրինակը շատ ճիշտ է կապված Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հետ իշխանության հետ, շատ ճիշտ է։ Բայց եթե ես եմ արել ձեր հետ միասին, պարոն վարչապետի հետ միասին, ես եմ արել։ Ուրեմն մի ծախեք ին վրա իմ արածը։ Պատգամավորները նաև հարցեր ուղղեցին գլխավոր դատախազին պարզելու միջնորդագրում ներկայացված մեղադրանքների հիմքերը։ Գլխավոր դատախազն անդրադարձավ նաև քննադատություններին, թե ինչու ավելի վաղ չի եկել ազգային ժողով։ Նշեց, եթե 1 տարի առաջ գար, առանց վերոնշյալ գործողություններն անելու միանգամից մերժելու էին։ Հայտնեց, որևէ պատգամավորի վերաբերյալ գործով երբևէ խափանման միջոցի մասով հարցադրում ազգային ժողովի առաջ չի բարձրացրել։ Դուք կհամաձայնվեք, թե չեք համաձայնվի հարգելի падգամավորներ, դա ձեր որոշելիքն է, բայց անջատված մասով գործը ես ուղարկելու եմ դատարան։ Ինչու եմ ասում ես, որովհետև ես հսկողություն եմ իրականացնում հակակոռուպցիոն կոմիտեի նկատմամբ։ Դատական ակտի արդյունքներով նորից եմ գալու։ Եվ այնքան ժամանակ, մինչև գործի լրիվությունը կապահովվի եւ կկարողանանք վստահ ասել, թե ով էր ճիշտ, ով էր սխալ։ Այնուհետև գլխավոր դատախազը ներկայացրեց նույն նպատակով պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տարոն Մարգարյանի միջնորդագիրը։ Ինչպես Տարոն Մարգարյանը, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկը հարցի քննարկմանը ներկա չէր։ Իսկ միջնորդագիրը պարունակում է մի քանի դրվագներ, որոնք վերաբերում են 2 դպրոցի եւ 1 մանկապարտեզի։ Ներկայացվող մեղադրանքը պարունակում է քրեական օրենսգրքի 3 հոդված՝ հողերի լվացում, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու եւ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթում, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկել։ Եթե սա ասեմ կենցաղային լեզվով, նշանակում է, որ պետական գույք հանդիսացող դպրոցի տարածքը անում են վերաճշտում սահմանների, ասում են իրականում տարածքը ոչ թե X է, այլ X մինուս 2 է։ Եվ մինուս 2-ը համարվում է ոչ թե պետական սեփականություն, այլ համարվում է համայնքային սեփականություն։ Հետևաբար համայնքը կարող է օտարել։ Երկրորդ փուլով ինչ են անում։ Անում են ձևական աճուրդներ, որոնց մասնակցում են իրենց հետ փոխկապակցված անձինք, ստանում են սեփականության իրավունք այս հողատարածքների նկատմամբ, բայց իրենք իրական սեփականատերեր չեն հանդիսանում։ Դրանից հետո վաճառում են երրորդ անձանց, այդպիսով լվանալով այն հանցավոր ծագումը գույքի, տվյալ դեպքում հողատարածքի, որը որ մեղսագրվում է արարքում։ Գաղտնի քվեարկության արդյունքներն ազգային ժողովի նիստին հրապարակեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկության համաձայն Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը կողմ է քվեարկել 65 падգամավոր դեմ 2։ Տարոն Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը կողմ է քվեարկել 67 падգամավոր։ Ճպուրն ու մրջյունը ներկայացման գլխավոր փորձից են կադրերը։ Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի վերջին պրեմիերան է։ Բեմադրական ծախսերն ամբողջությամբ հոգացել է թատրոնը։
Մի քանի տարի առաջ անհավանական էր թվում, որ տարեկան 2, լավագույն դեպքում 3 պրեմիերա ունեցող օպերային թատրոնը կկարողանա ոչ միայն 4-ից 5 պրեմիերա ներկայացնել, այլև սեփական միջոցներով նոր ներկայացում բեմադրել։ 2023-ից թատրոնն առաջինն էր, որ անցավ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելին։ Սա նշանակում է, որ տվյալ կառույցի տարեկան եկամուտի չափով պետությունը հաջորդ տարի բյուջեն կրկնապատկում է։ Մենք գնում ենք մշակույթի տնտեսականացման ճանապարհով, ինչը ենթադրում է, որ մշակույթը կարող է նաև տնտեսականացվել, այսինքն սեփական միջոցները գեներացնել, որպեսզի օգնի կառույցին, օգնի պետությանը, օգնի արտիստներին ունենալ ավելի շատ միջոցներ, ավելի շատ ռեսուրսներ ստեղծագործելու, նորություն ստեղծելու եւ զարգանալու։ Օպերային թատրոնի տնօրենի կարծիքով ֆինանսավորման նոր մոդելին անցնելը հեշտ չէ, բայց արդյունավետ։ Հիմա արդեն սեփական եկամուտների շնորհիվ կարողանում են եւ ֆինանսատնտեսական խնդիրներն ինքնուրույն լուծել, եւ արտիստներին աշխատավարձից բացի ելույթավճարի հնարավորություն տալ։ Մենք ունեինք ամիսը 4-5 ներկայացում, այսօր հասցրել ենք մինչև 20 ներկայացում։ Օպերային թատրոնի ընդհանուր բյուջեն 17 թվականին, մի քիչ այսպես կլորացրած թվեր եմ ասում, 1.4 միլիարդ էր, որը պետությունը տալիս էր, եւ 100 կամ 150 միլիոն թատրոնը աշխատում էր տարվա կտրվածքով։ Ասենք տոմս էր վաճառում, վարձակալությամբ էր, այդ ամբողջ գումարը կազմում էր 150 միլիոն։ Այսօր օպերային թատրոնի բյուջեն եկել է 3 միլիարդ։ Տարեկան բյուջեի կրկնապատկման նոր մոդելը ավելի կանխատեսելի է դարձրել թատրոնի գործունեությունը մի քանի տարվա խաղացանկը նախապես կազմելուց մինչև հյուրախաղեր, արտերկրի գործընկերների, անհատ արտիստների հետ համագործակցության ծրագրեր։ Նոր մոդելը ինչ է թույլ տալիս։ Թույլ է տալիս 5 տարի առաջ արդեն պլանավորել, որովհետև դու արդեն գիտես մոտավոր ինչ ֆինանս է լինելու տարեկան։ Առաջ դու դա չգիտեիր, դու այսպես կասկածանքով հարգարժան նախարարություն խնդրում եմ մեզ գումար տրամադրեք պրեմիերա անենք։ Մենք արդեն գիտենք 26 թվականին որ ռեժիսորը որտեղից պետք է գա, որ նկարիչը, որ թատրոնի հետ համատեղ ինչ ենք անում։ Ուզում եմ ասել նոր մոդելը թույլ է տալիս պլանավորել 5 տարի առաջ։ 2024-ին արդեն ֆինանսավորման նոր մոդելին միացել են Թումանյանի անվան տիկնիկային եւ Երևանի կամերային թատրոնները, որպեսզի ծրագիրն արդյունավետ լինի, այս ընթացքում որոշ փոփոխությունների է ենթարկվել, հաշվի են առել մեծ ու փոքր կառույցների առանձնահատկությունները։ Այս պահին ունենք վերջնական մոդել։ Սակայն, երբ որ խոսում ենք Երևանի կառույցների մասին, մենք խոսում ենք 1 միլիոն 200 հազարանոց քաղաքի մասին։ Իսկ մենք Արտաշատի թատրոնի մասին, որ խոսում ենք, այնտեղ 20 հազարանոց քաղաք է։ Գյումրին, Վանաձորը, Գավառը եւ այլն։ Այստեղ մոտեցումներ կան եւ պետք է հասկանալ ինչպես կարող ենք զարգացնել մենք այս նոր մոդելը, որպեսզի իրենց էլ համապատասխանի։ Որպեսզի նույն մոդելը հետագայում արդյունավետ կիրառեն նաև համերգասրահները, այս տարի որոշ կառույցներ փորձնական կմիանան ծրագրին։ Հնարավորություն կունենան ոչ միայն սեփական նախագծերը ներկայացնել, այլև գործակցել մասնավոր հատվածի հետ։ Նախատեսում են, որ թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը ի վերջո կկիրառվի պետական բոլոր կառույցներում։ Պոլսո հայոց պատրիարքարանը հայտնել է, որ պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կազմակերպած Իֆթարի արարողությանը։ Միջոցառմանը հրավիրված են եղել Թուրքիայի հոգևոր առաջնորդները եւ համայնքների ներկայացուցիչները։ Հաղորդագրության համաձայն Էրդողանն ուրախությամբ ողջունել է պատրիարք հոր մասնակցությունը։ Թեհրանը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նամակին, հաղորդել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։ Պարոն Թրամփի նամակին Իրանի պաշտոնական պատասխանն ուղարկվել է չորեքշաբթի Օմանի միջոցով, ասել է նա։ Վերջինիս խոսքով պատասխան նամակում շարադրված է Իրանի տեսակետն ընթացիկ իրավիճակի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի նամակում առկա թեզերի վերաբերյալ։ Արաղչին նշել է, որ Իրանի քաղաքականությունն է վարել անուղղակի բանակցություններ, քանի դեռ երկիրը գտնվում է առավելագույն ճնշման եւ ռազմական սպառնալիքի տակ։ Անուղղակի բանակցությունները կարող են շարունակվել այնպես, ինչպես ընթացել են նախկինում, հավելել է նա։ Անցյալ շաբաթ Իրանի արտաքին գործերի նախարարն ասել էր, որ Թեհրանի հրաժարումը Միացյալ Նահանգների հետ ուղղակիորեն բանակցելուց մարտավարություն է, ոչ թե ռազմավարություն։ Արաղչիի խոսքով Իրանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի միջև ընթացող բանակցությունները ըստ էության միջնորդավորված բանակցություն են Միացյալ Նահանգների հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը մարտի 12-ին Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով նամակ է հղել Իրանին առաջարկելով բանակցություններ սկսել նոր գործարքի համար։ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս էր եկել 2018 թվականին Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ։
Եվրոպական եւ միջազգային ֆինանսական կառույցները պատրաստ են ավելի քան 10 միլիարդ եվրո ներդնել Անդրկասպյան միջանցքի զարգացման համար։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Աշխաբադում կայացած Եվրոպական միության եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարների 20-րդ հանդիպման ավարտին։ Անդրկասպյան փոխադրամիջանցքի զարգացումը խոշոր նախագիծ է, ասել է նա։ Կալասն ընդգծել է Եվրամիության եւ Կենտրոնական Ասիայի երկրների միջև համագործակցության աճող ցանկությունը։ Նրա խոսքով Եվրամիությունը պլանավորում է ընդլայնել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։ Միացյալ Նահանգների նախագահը խոստացել է ավելացնել Կանադայի եւ Եվրամիության նկատմամբ մաքսատուրքերը, եթե նրանք փորձեն համատեղ ուժերով արձագանքել ամերիկյան սահմանափակումներին եւ Դոնալդ Թրամփի խոսքով վնասեն ամերիկյան տնտեսությանը։ Եվրահանձնաժողովի նախագահն էլ մտահոգություն է հայտնել Թրամփի դիրքորոշման առնչությամբ։ Այդ հարկերը վատ են բիզնեսի եւ սպառողների համար, ինչպես Ամերիկայում, այնպես էլ Եվրամիությունում, նշել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա վստահեցրել է, որ Եվրամիությունը կշարունակի բանակցային լուծումներ փնտրել միաժամանակ պաշտպանելով իր տնտեսական շահերը։ Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրով կավելացվի գյուղոլորտին աջակցությունը, եթե վնասաբերությունը գերազանցի ապահովագրական ընկերությունների հավաքագրած ապահովագրավճարի 200%-ը, կառավարությունը այդ բեռը կվերցնի իր վրա, 4 ռիսկից կապահովագրվի 13 մշակաբույս, այդ թվում ծիրանն ու խաղողը։ Մինչև մայիսի 31-ը ապահովագրությունը իրականացվելու է, պայմանագրերի վաճառքը տեղի ունենալու, տնտեսավարողները կարող են դիմել գյուղանսական ապահովագրական գործակալության անդամ ապահովագրական ընկերություններին, կնքեն պայմանագիր, որ ասված մի առաստե տարային աղետների դեպքում կարողանան ստանան համապատասխան ապահովագրական գումարի շրջանակում կնքված պայմանագրի չափով հատուցումներ եւ կարողանան իրենց ռիսկերը կառավարելի դարձնել։ Փանոսյանի խոսքով 2020-ին կնքվել է 1546 պայմանագիր, 2500 հեկտար, 2023-ին 10000 պայմանագիր, 11000 հեկտար տարածք ապահովագրելու համար։ Նույն տարում գրանցվել է վնասաբերության բարձր մակարդակ, հավաքագրվել է մոտ 1.8 միլիարդ դրամի ապահովագրավճար, տրամադրվել մոտ 2.7 միլիարդի հատուցում։ 2024 թվականին, երբ գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի մեկնարկային փուլում շվեյցարական Swiss Re կազմակերպությունը, որը ստանձնել էր հայկական շուկայում գյուղատնտեսության ապահովագրության շուկայում վերապահովագրողի դերը, այդ ժամանակահատվածում ներկայացրեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված ժամանակավորապես դուրս է գալիս ծրագրից եւ որպեսզի ուսումնասիրենք հասկանանք ինչով է պայմանավորված վնասաբերության բարձր մակարդակը, հետագայում ռիսկերի կանխարգելման որոշակի գործողություններ իրականացնելուց հետո, որից հետո նորից վերադարձ կկատարվի։ Հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղացիական տնտեսությունների եկամուտների կայունացման գործում, կառավարությունն ըստ Իռափանոսյանի, ինչպես նախորդ տարի այս տարի եւս ստանձնեց վերապահովագրողի դերը ծրագրի շարունակականությունը ապահովելու համար, նաեւ ավելացվեց կառավարության աջակցության մասնաբաժինը։ Եթե մինչև 2025 թվականը սուբսիդավորվում էր ապահովագրավճարի 50-ից 60%-ը, 2025 թվականին կսուբսիդավորվի ապահովագրավճարի 70-ից 80%-ը, սա բավականին մեծ աջակցության չափ է, որպեսզի տնտեսավարողների լայն շրջանակ կարողանա օգտվել այս ծրագրից։ Բերքը կապահովագրվի ցրտահարությունից, կարկտից, երաշտից եւ հրդեհից։ Վնասաբերությունը գրանցվել էր կլիմայական ռիսկերի պատճառով։ Ըստ Փանոսյանի, նաեւ տնտեսվարողներն էին դիմել ապահովագրելու տարածքներ, որոնք համարվում են կարկտի առավել ակտիվ գոտիներ։ Դրանց ցանկը 270 բնակավայր դուրս է բերվել հիդրոմետի հետ աշխատանքի միջոցով, նշեց Փանոսյանը։ Կառավարությունը այդ բնակավայրերի համար մշակել է ռիսկերը մեղմելու գործիքներ։ Այն տնտեսավարողները, որոնք ունեն ինտենսիվ այգիներ եւ կցանկանան կարկտապաշտպան ցանց հիմնել, կառավարությունը ծախսի մինչեւ 75% սուբսիդավորումը։ Մեկ այլ գործիքով հնարավորություն է տալիս, որպեսզի առաջադեմ ռեսուրսախնայող ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներ ներդնեն եւ դրանով կարողանան ոռոգելի տարածքների խնդիրը կարգավորեն։ Բացի դրանից նաեւ փոքր ռեզերվուարների կառուցմանն է աջակցում։ Գյուղապահովագրության համար այս տարվա բյուջեով նախատեսված է 1.4 միլիարդ դրամի ապահովագրավճարի սուբսիդավորման գումար։ Կապանի շինարարների թաղամասի 53 տարվա հսկա գրադարանը պատմության մեջ երբևէ չէր նորոգվել, անգամ մասնակի։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին թշնամու թիրախում էին հայտնվել թաղամասի բնակելի շենքերը, այդ թվում գրադարանը։ Ռմբակոծությունից վնասվել էր արտաքին տեսքը, այդուհանդերձ գրքերը պահպանվեցին, գրադարանը չփակվեց եւ մինչ օրս էլ սպասարկում է թաղամասի ընթերցասերներին։ Շինարարների թեթև ձեռքով պատերազմի հետքն անգամ այժմ չի մնացել։ Մոտ 1 տարի առաջ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ գրադարանի նորոգումը ներառվեց
սուբվենցիոն ծրագրերում։ Կառավարություն համայնք համագործակցության շնորհիվ զարկ տրվեց աշխատանքներին։ Եվ այսօր արդեն մի ամբողջ թաղամասի երեխաներ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի եւ կայուն գործընկեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ անհամբերությամբ ազդարարում են հանդիսավոր բացումը։ 13-ամյա ակտիվ ընթերցող Լևոն Գրիգորյանն է հասակակիցների հետ կտրել Կարմիր ժապավենը, Հարազատ թաղամասի գրադարանի գրքային ֆոնդից պակաս պռատից քաջատեղյակ է։ Նախկին անմխիթար պայմաններն արդեն հուշ են դարձել։ Առաջ շատ անմխիթար վիճակ էր, հիշում եմ, որ ջուր էր կաթում, խունացած վիճակ էր, պատերը բորբոսնած էր, բայց հիմա ամեն ինչ այլ տեսք է հաղորդում։ Ես կարծում եմ, որ եթե ինչքան մենք գրքերի երես տեսնենք, ինչքան կարդակ, այդքան ճկուն լեզու կունենանք, մշակույթը կզարգանա, արկածային գրականություն այստեղ չի պակասում, դա նկատել եմ, մեկ էլ սիրային գրքեր։ Այդ պակասում են դետեկտիվ մեկ էլ սիրային գրքերը։ Կան մարդիկ, ովքեր շատ են սիրում գրքեր կարդալ եւ բավական հեռու է գրադարանները թաղամասից, ուստի պետք է երկար ժամանակ կտրեն անցնեն գրադարան, քան գրադարանի բացումը այստեղ ավելի հեշտությամբ թույլ կտա մարդկանց գալ այստեղ հանգիստ նստել, գեղեցիկ մթնոլորտում ընթերցել։ Բացումից անմիջապես հետո բոլորը շտապում են ներս մտնել գրադարաններում դեռևս 5 գրքեր կան, բայց դա էլ լուծելի հարց է։ Հիմնանորոգումից հետո ֆոնդը կթարմացվի, ընթերցողների թիվն էլ կավելանա, վստահեցնում են պատասխանատուները։ Տեղավորել ենք այստեղ ֆոնդը 11000 կտոր գիրք։ Իհարկե թարմացնելու կարիք դեռ ունի, որովհետև 2 տարվա ընթացքում, քանի որ շինարարության process-ներ էին գնում, այդ ընթացքում չի թարմացվել գրքերը, բայց ասեմ, որ ընթերցողները ելի այդ ընթացքում ընթերցողների պակաս չեն ունեցել, հաճախումները մոտ 400 այս ողջ թաղամասում 400 ընթերցող հաճախողներ ունենք։ Պետբյուջեից ու համայնքից ընդհանուր առմամբ 70 միլիոն դրամ պահանջվեց, որ շինարանների թաղամասի ակումբ գրադարանը լիովին նոր տեսք ստանա։ Կահավորման ծախսերը այս անգամ էլ իր ուսերին վերցրեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ընդհանուր առմամբ քաղաքի 4 հիմնանորոգված ակումբ գրադարանները նոր գույքով համալրելու համար կոմբինատը մոտ 22 միլիոն դրամ է հատկացրել։ Վիտրաժային պատուհաններ, լուսավոր պայծառ միջավայր, նոր տեխնիկա, անվտանգության համակարգ, առանձին ընթերցասրահ ու միջոցառումների համար նախատեսված դահլիճ, մանկական առանձին բաժին։ Շինարանները սեյսմակայունությունն են անգամ ուժեղացրել, փայտե կոնստրուկցիաները փոխարինել մետաղականով, առաջնորդվել ժամանակակից լուծումներով։ Այս տարվա ընթացքում սա արդեն 3-րդ հիմնանորոգված ակումբ գրադարանն է վերստին բացում դռները։ Իր հերթին է սպասում Բաղաբեր թաղամասինը։ Ունենք նաև ոչ թե վերանորոգված գրադարաններ գյուղերում, այլ նաև ունենք նոր բացված գրադարաններ, կարող եմ թվարկել 4-ը անցյալ տարի բացեցինք, Վանեք, Վարդավանք, Եղեգ եւ Ըրկենանց գյուղերում։ Խոշորացված կապանն ունի 31 գրադարան, մեծ մասի պայմաններն այսօր արդեն բարենպաստ են, բացառությամբ Մուշեղ Հարությունյան եւ Ռաֆայել Մինասյան թաղամասերինը, դրանք էլ հիմնանորոգվողների ցանկում են։